Երեկ ավարտվեց հրավիրված եպիսկոպոսաց հավաքը։ Տարբեր քրեական գործերով մեղադրել է աթոռին հայտնված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ 6 եպիսկոպոսները հավաքին միացել էին Էջմիածնից առցանց։ 2 տասնյակ բարձրաստիճան հոգևորականներն էլ Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում էին։ Որպես քննարկումների ամփոփում հայտարարություն տարածվեց 25 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների անունից, դատապարտելով եկեղեցականների նկատմամբ քրեական հետապնդումները եւ վերահաստատելով հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ու ամենայն հայոց կաթողիկոսին։ Վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծ ու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր համենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված 4 սրբազաններ եղբայրներին, քահանային, ինչպես նաև եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, իսկ առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Հայտարարության մեջ հիշատակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած բարձրաստիճան հոգևորականները։ Նրանց կոչ է արվում ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից։ Հորդորում ենք խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ։ Ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել եւ լուծել բացառապես եկեղեցու լիազորատյաններում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին վերհապառ հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է եւ ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը եւ հայոց եկեղեցու միասնությանը։ Ուշագրավ է, որ հայտարարության տակ ստորագրածների թվում նշված է նաև տարեսկզբին Փաշինյանի եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի ծրագիրը հեռավար կարգով ստորագրած Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Նա մինչ օրս հրապարակային դեռ չի անդրադարձել իր կողմից հայտարարությանը միանալուն։ Հարց է ծագում՝ հիմա հոգևորականը ո՞ր թևում է։ Ես լսել եմ, որ ճնշումներ են եղել իր վրա երկու եպիսկոպոսի կողմից ժողովի ժամանակ, չգիտեմ ինչ տեսակ ճնշումների մասին է խոսքը, եւ ես չեմ հասկանում, օրինակ այս մարդը ինչի դերնելով պետքա ստորագրել այդ ամեն ինչի տակ, ու չգիտեմ ստորագրելա թե ոչ, միգուցե պարզվի, որ այս մարդը որևէ կարծիք չէ արտահայտել իրենց ընդունված ձևով, իրենք ուղղակի բռնվել այս մարդու անունը գրել են։ Դրա համար եմ ասում, եթե հիմա այս դզբից այսպես բռնեմ ինչ-որ բան ասեմ, կարծիք արտահայտեմ, հնարավոր է այդ պատկերը այլ լինի ու ես սխալված լինեմ։ Կարգալույց հռչակված, սակայն դատարանի կողմից մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը պաշտոնին թողնված հոգևորականի խոսքով իրենք դեռ չեն խոսել arczepiskopos-ի հետ։ Չգիտեն, արդյոք ինքն է միացել հայտարարությանը, ճնշումներ եղել են, ինչու տեքստը ստորագրված չէ։ Բացի այդ, Հովնան arczepiskopos-ն այլ օրակարգով էր Ավստրիա մեկնել։ Ինչ օրակարգ պետք է լիներ։ Դեպերից բաղկացած օրակարգ, որոնց մեջ մտնում էր նաև կաթողիկոս ընտանիք ունի, թե ոչ։ Օրակարգը ամենավերջին օրը նոր բացահայտվեց, այսինքն թե ինչ օրակարգով են իրենք հանդես գալու։ Եթե վախենալու բաներ չունեին հանրությանը կարող էին պարզաբանել առհասարակ այդ հավաքը ինչի համար է։ Այնինչ ոչ թե հավաք, այլ ժողով պետք է տեղի ունենար։ Մեկնումից 2 օր առաջ ոչ աշխատանքային օրով հայտնի դարձավ, որ Գարեգին II-ը մեղադրել է աթոռին է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մեղադրանքից անմիջապես հետո ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկիրը լքելու արգելքը։ Դա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ որ մենք ենք ուզում, որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ։ Եվ այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրանք ունեն։ Փաշինյանը սակայն համաձայն չէ մեղադրանքների հետ։ Ավելի վաղ անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելուն այլ վարկածեր առաջ բերում։ Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանյա ծառայքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանք ուժեղացնելը եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։
Հենց այսպես արդեն շուրջ 8 ամիս է միմյանց հասցեին մեղադրանքները չեն դադարում։ Մեկը մյուսի հետևից մեղադրելի աթոռին նաև բանտում են հայտնվում տարբեր աստիճանի հոգևորականներ։ Մայրա Թորն էլ իր հերթին կարգալույծ է հռչակում Փաշինյանի օրակարգին աջակցած հոգևորականներին։ Նախորդ շաբաթ մեղադրելի կարգավիճակ ստացած ամենայն հայոց կաթողիկոսը մինչ օրս անձամբ որևէ մեկնաբանություն չի տվել իր հարազատների եւ Մայրա Թորի շուրջ իշխանության մեղադրանքների վերաբերյալ։